Բարև ձեզ հարգելի գործընկերներ, բարև ձեզ հարգելի հյուրեր, այսօր լրագրողների հետ մեզ հետ հանդիպման են եկել դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամները։ Նրանք այսօր անդամները ներկայացնելու են հաջորդ իրենց երթի մանրամասները, որը սկսել է Երևանից եւ այսուհետեւ շարժվելու դեպի մարզեր։ Եվ այսպես Վարդան Հակոբյան ներկայացրեք ուրեմն եւ երթը եւ ձեր սպասելիք գալիք միջոցառումները եւ խնդրանքս հետեւյալն է մասնակիցները յուրաքանչյուրը որ խոսք ասելուց առաջ ներկայանան նոր սկսեն իրենց խոսքը համեց։ Բարի, ուրեմն հաջորդ մեր ավտոերթը կայանա սեպտեմբերի 7-ին ժամը 10-ին մենք շարժվենք Ավան թաղամասի Ֆորդ մեքենայի խանութի մոտից։ Մեր երթը կանցնի Կոտայքի մարզով, Աբովյան քաղաքով, Յուրեղաման, Չարենցավան եւ Արարատներեզերարի մինչեւ Սևան գնանք։ Գեղարքունիքի մարզ։ Այնտեղ մենք ունենանք հաճելի ժամանց Սևանի հանրային դողափում։ Ես կարծում եմ, որ ամբողջ տարին պայքարելով տարբեր թեժ օջախներում մենք իրավունք ենք վայելել եւ պայքարողներով եւ ամենակարևորը լրագրողներով, որոնք այս ամբողջ շրջանում շատ հավատարմորեն են կատարել են գործը, շատ ազնիվ։ Ես կարծում եմ իրավունք ենք վաստակել իրար հետ լավ ժամանակ անցկացնելու, հանգստանալու հետո եւ վերադառնալ նույն ձև Հայաստան։ Ընթացքում կլինի Հայաստան Երևան։ Նույն ընթացքում կլինի նաեւ փոքրիկ անկալների մոտից դա մասին չեմ խոսի։ Զբոսաերթ Այո, կարելի է այդպես ասել, դա ավելի շատ իրազեկման բնույթ ունի, մենք հասկանում ենք, որ մեր կամաքաղաքացիներից վարորդների շատերը այդ օրը լինում են Սևանում եւ այդ ճանապարհը ծանրաբեռնված է, այդ պատահական ընտրված չի, այստեղ մենակ Սևանում լողալու խնդիրը չի եւ իրազեկման ավտոերթը հիմնական շեշտադրումը իրազեկելու առումով որ մի վճարեք այդ տուգանքները Մենք ունենք համարներ, բազմիցս դրանք ասել ենք, հիմա էլ կարող եմ ասել 095 95 62 30 եւ 099 95 62 30 Մեր իրավաբանները պատրաստ են բողոքարկել ձեր ակտերը, նույնիսկ եթե դուք 100%-անոց վստահ եք, որ ձեր ակտը որ եկել է, տուգանքը դուք սխալ եք գործել, դա չի նշանակում, որ իրոք դա այդպես է։ Մեր իրավաբանները գտնում են այն կետերը, որոնց արդյունքում պարզվում է դուք ընդհանրապես ուղղակի զոհ եք։ Այնպես որ Բերեք, բողոքարկեք, սա նաև որպես ակցիա, պետք է ողողել հանրային դատարանները բողոքարկման ակտերով, պետք է պարալիզացնել այդ ամբողջ համակարգը, որտեղ համակարգը դա կեղեքման համակարգ է։ Երեք ավտոտեսչությունը հրապարակել էր տվյալներ, որոնցով փորձել էր ակտարանալ, որ իր դերված մեխանիզմները գործում են իշահ անվտանգ երթևեկության, բայց երբ որ ես ծանոթացա այդ տվյալներին, պարզվեց, որ ներդրման արդյունքում Ընդամենը 221 դեպքով ավելացել են վթարները եւ ընդամենը 346 մարդ ավելի է վիրավորվել, քան անցած տարի։ Դուք պատկերացեք ինչ նպաստ ունի տեսակ խցիկներ եւ արագաչափերը վթարների ավելացման եւ վիրավորների քանակի ավելացման։ Այնտեղ թիվ կա որ 20 հոգով պակաս զոհ են ունեցել այդ ընթացքում։ Ես դա կապում եմ վարորդների ավելի կարգապահ լինելու եւ ամրագոտիների պարտադիր կիրառումով։ Եթե ավելացել են վթարները, ավելացել են վիրավորները եւ մահացությունն է պակասել, այստեղ գործ ունի ուրիշ գործոն, սա կամերաների գործոնը չի։ Սա ես ավելի շատ կապում եմ ամրագոտիների պարտադիր կրելու հետ, որոնք իմիջիալոց հենց ոստիկանների շրջայցերի արդյունքում է որ մարդիկ Հաղորդները գցում են այդ ամրագոտիները, որովհետև կամերաները այդտեղ ոչ մի դեր նույնպես չունեն։ Այնպես որ այս թվերը ցույց են տալի, որ մեքենայով շրջող ոստիկանը շատ ավելի մեծ աշխատանք է կատարում զսպման որպես զսպման մեխանիզմ, քան են արագաչափերը, որոնք ընդհանրապես կեղեքման մեխանիզմներ են։ Մեր գրպաններից գումար կորզելու մեխանիզմներ։ Դա վկայում են հենց ոստիկանության տվյալները։ Առայժմ ես այսքանը խոսքը փոխանցեմ իմ գործընկերներին։ Շատ բարի, ներկայացեք։ Եփսեմյան Արմեն, ես մի քանի բառով տեղեկացնեմ ինչ ընթացքի մեջ է կարմիր գծերի հետ կապված մարդու իրավունքների պաշտպանին մեր իրավաչափության մասին դիմումը։ Մեզ վերջին 3 շաբաթ օրը պատասխանեցին, որ մեր տրված հարցը բավականին գլոբալ հարց է եւ լուրջ ուսումնասիրության կարիք ունի, ուսումնասիրում է արդեն երկրորդ ամիսը, չնայած 15 օրվա ժամկետ էր տրված դրան։ Հիմա մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հարցադիմումով դիմել է քաղաքապետարանին
եւ որոշակի բացատրություններ է պահանջում կապված ինչ մոդելով է աշխատում քաղաքապետարանը, ինչ մոդել է ընտրել կայանատեղիները սպասարկելու վերաբերյալ։ Ըստ այնմ Մարտիրոսյանի պաշտպանի գրասենյակը կերապարակի եզրակացությունը, որը մենք կներկայացնենք ձեր քննարկմանը։ Կոնկրետ ձևակերպումը հետևյալն է, թե ինչպիսի մոդել է ընտրված կայանատեղիների սպասարկման վերաբերյալ քաղաքապետարանի բացատրությունը պետք է իրենց։ Դուք սպասում եք այդ բացատրությունը։ Հա, դե բնականաբար այդ իմ 15 օր ժամկետ կպահանջի Մարտիրոսյանի պաշտպանը, որպեսզի պատասխանեն, թե ինչ ժամկետում կպատասխանեն եւ ինչ ժամկետում եզրակացությունը կլինի, ձգձգվում է, բայց մենք հետեւողական կլինենք եւ Մասնավորապես մոդելի առումով խոսքը վերաբերում է նրան, եթե դա ծառայություն է, գումարները որպես գանձվում մեզանից, ապա որտեղ է ծառայությունը, որտեղ այդտեղ ոչ մի ծառայություն չկա։ Այդ դեպքում ինչ է սա։ Սա է հաստատումը։ Շատ բարի ներկայացրեք դուք էլ ձեր ասուլիսը ասեք, եւ հետո մենք կանցնենք հարցերին։ Արսեն Պետրոսյան, նախաձեռնությունից դուրս մեր գրպանի, ուրեմն երթի հետ կապված Կիրակի օրվա դա եւ իրազեկման երթ է եւ մեր նշանաբանը նորից շարունակում են մնալ մեր պայմանները, իհարկե որոշ մեր պայմանները որոշակի ուրեմն մինչև հուլիսի 26-ի նոր կանոնակարգով դրանք որոշակի մեղմվեցին, բայց մենք դրանով բավարարված չենք։ Ամենակարևորը մեր պահանջներից մնում է համաներման հարցը տուժերի եւ տուգանքների, որոնք պահանջում ենք մինչև հուլիսի 26-ի նոր կանոնակարգը բոլոր տուժ ու տուգանքները համաներման արժանանան, որովհետեւ մենք հասարակությունով հայտնվել ենք մի հատ փակուղային իրավիճակի մեջ, ուրեմն ելքը միայն տեսնում ենք համաներման հայտարարումը, որովհետեւ տեսեք ինչ է կատարվում, ուրեմն 2.5 տարի մեր ժողովրդին իրենց բարձր տուժ ու տուգանքներով ուրեմն մտան մեր բոլորի գրպանը, մարդիկ ի սկզբանե ուրեմն պարտաճանաչ, որպես այս երկրի ուրեմն քաղաքացիներ, ուրեմն մուծում էին, բայց եկավ մի պահ, որ դրանք բավականին արդեն գերազանցեցին նաև վարկերի եւ մարդկանց պարտքեր այս այն կողմից հավաքելու, որպեսզի եռապատման մեջ չընկնեն, մի խոսքով եկավ նաեւ դա էլ սահմանափակվեց եւ այդ տուժ ու տուգանքները շարունակեցին գալ։ Ես դեպքեր գիտեմ, որ մարդիկ հազարավոր, ես նորից եմ ասում, հազարավոր տուգանքներ ունեն եւ դրանք արդեն վերածվել են տուժերի եւ այդ մարդիկ շարունակում են երթեր եկել այս քաղաքում, պատկերացրեք ինչ է կատարում, այսինքն սա այն վիճակն է, երբ քաղաքացին արդեն արհամարում է, ուրեմն բոլոր արագաչափերի եւ տեսախցիկների, ուրեմն այս նկարանած ամեն ինչը, այսինքն մարդը ի վիճակի էլ չի վճարելու, եթե նա նույնիսկ ուզենա արդեն այդ սահմանը արդեն անցել է եւ մարդիկ միլիոնավոր տուգանքներ ու տուժեր ունեն եւ ի վիճակի էլ չեն, նրանք եթե տարիներով էլ աշխատեն, այդ տուժ ու տուգանքները չեն կարող վճարել, ուստի մեր ամենաառաջնային պայմանը դա մնում է նույնը, համաներման հարցը, ուրեմն մինչև հուլիսի 26-ի ամբողջությամբ դա համաներվի։ Շատ բարի, հարցեր կան, համեցեք։ Այսինքն դուք առաջարկում եք, որ առհասարակ տեսախցիկները եւ արագաչափերը հանրային իրավունքներից եւ մեր ոստիկանները տեսնեն, թե բանկների չափը։ Արեք նորից նայենք թվերը, հա։ Երեք նախ այդ ոստիկանները, որոնք տվել են այդ հաղորդագրությունը, հայտարարել են համաներման պահով, որ մեր համար շատ կարևոր է, հայտարարել են, որ համաներումը սխալ է եւ ազնիվ չի։ Նախ այդ հայտարարողը ինքն արդեն ուրեմն հայտարարում այն մասին, որ անցած տարի Սերժ Սարգսյանի ստորագրած համաներման հրամանն նույնպես եղել է ոչ ազնիվ եւ սխալ։ Որովհետեւ եթե կարելի հանցագործին ներել, համաներում հայտարարել, այդ դեպքում վարչական խախտման համար ինչի չի կարելի հայտարարում կատարել։ 1. Երկրորդը, եթե նայում ենք թվերին աճին, տենդենսի մենք տեսնում ենք, որ արագաչափերի եւ տեսախցիկների կիրառումը ավելացել է վթարների եւ վիրավորների քանակը։
Եթե հաշվի առնենք այս տարիների ընթացքում արտագաղթը նույնպես, բարձում է ոչ թե 336 ընդհանրապես վիրավոր կարող է լինել, շատ ավելի շատ, որտեղ մարդիկ էլ են պակասել։ Սա էլ դինամիկա է։ Ուստի վերջնական եզրակացություն, որ կարող ենք գալ, դա այն է, որ առանց արագաչափերի եւ տեսախցիկների մեր երթևեկությունը ավելի ապահով էր, պետավտոտեսության ներկայությունը շատ ավելի բան էր տալի վարորդներին, զսպվածություն, քան 4 տեսախցիկների ներկայությունը, որովհետև դուք էլ կարող եք նկատել երեք արագաչափի առաջ դանդաղացած վարորդը անցնի արագաչափը եւ գլխապատար, որտեղ արդեն դնում է գազին եւ այդտեղ էլ պատահում են հիմնական լրագրողի հարցին, այսինքն հարցը հետեւյալն է, դուք պահանջում եք կամ առաջարկում եք հանել արագաչափերը, դուք ձեր պատասխանը մեր պահանջները նույնն են, բայց ես տենդենսով եթե ասում եմ, ավելի լավ է լինել ոստիկանությունը, որովհետև թվերը ասում են, որ ոստիկանության ներկայացումը փողոցներում ավելի քիչ վթարների հետ են գործում, քան արագաչափերի ներդրումը։ Բայց մեր պահանջը, որ տոտալ վերացնել, մեր պահանջների մեջ դա չի մտնում։ Թող իրենք եզրակացնեն, որն է ավելի լավ։ Մենք աշխատատեղերից զրկում ենք մարդկանց, միլիարդներ ուղարկում ենք անհատ մարդկանց գրպանները։ Իսկ եթե կարելի է պատասխանել, Երևան քաղաքում երթևեկությունը մատչելի չէ վարորդների համար։ Դա փաստ է։ Բացակայում են նշանները։ Մատերի վրա կարելի է հաշվել այնպիսի խաչմերուկներ, որտեղ գոյություն ունեն թելադրող նշաններ։ Այսինքն նշանները գծանշումների կարգով ասֆալտի վրա անում են, որի վրա մեքենա է կանգնում, դուք հետևից գալիս եք եւ այդտեղից բացվում է միայն աչք պետք է գնալ կամ ձախ։ Թելադրող նշաններից բացի բացակայում է լուսացույցների ճիշտ գործունեությունը։ Այսինքն սեկցիաներ կան, աչք բացվող, որը եթե կանաչ է վառվում, դու անցնում ես կանաչի տակ, եթե չի վառվում, դա նշանակում է կարմիր, օրենքում գրված է, որ կարմիր լույս հատելը նոր 20,000 դրամ դուք տուգանվում եք։ Բայց մենք ունենք բազմաթիվ, որ վարչական իրավախախտումների համար դիմում ենք դատարան, բազմաթիվ խախտումներ, որ լույսը չի վառվում, դա նշանակում է, որ կարմիր է։ Դժվար չի, սեկցիաներին, եթե սեկցիա կա, կանաչի հետո լինի դեղին, հետո կարմիր, որպեսզի գիշերով նույնպես մատչելի չէ, դու չգիտես այդ ներկայացրեցիք այդ խնդիրը։ Որովհետև այդ ամեն մի խաչմերուկներին տեսախցիկները դրված է ծուղակային հենց մարդկանց տուգանելու համար։ Մենք դինամիկան չունենք ստատիստիկան, ինչքան խախտում է եղել 3 տարի առաջ տարվա կտրվածքով, ինչքան վարչական ճանապարհատրանսպորտային խախտում է եղել այս տարի։ Դա բար չէ, հարցում կարող է։ Դա լինելու է տասնապատիկ ավել է լինելու այդ թիվը, տասնապատիկ ես համոզված եմ ավել է լինելու, զուտ բիզնես է, որոշ մարդկանց համար բիզնես է մեր քաղաքը, բիզնես միջավայրը։ Շատ բարի, եթե դուք բավարարված եք, համեցեք։ Հարցս վերաբերում է այսօր ոստիկանություն կազմակերպում է security drilling ընկերությունների լրագրողների այց, ինչ է կարծում, ինչ նպատակով է դա արվում եւ ինչ-որ բան կփոխվի, թե ոչ կամ չգիտեմ, դուք կապացուցվեք վաղուց 3-4 ամիս առաջ security drilling-ի կողմից էլի կար առաջարկ գալ իր մոտ նայել թե ինչպես են աշխատում իրենք։ Մեզ համար ինչ տարբերություն, մեզ ոչ իրենց օֆիսներն է հետաքրքրում, իրենք կասկածի տեղ չի տալի, որ պետությունն ինքն է տալիս այդ տարածքան վարձահայտուց եւ ասում է տուգանի ես մարդկանց, ինչքան կարող ես։ Մեր համար ինչ տարբերություն, ինչ կոմպյուտերներ են օգտագործում, ինչպես է լուսավորված, քարի աշխատողներ են։ Մեզ բոլորովին դա չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է մեր անվտանգ երթևեկությունը, որը իրենք չեն նպաստում դրան, մեկ էլ մեր հետաքրքրում է այն տուգանքների չափերը, որոնք մենք ստիպված ենք ծուղակներում հայտնվել արդյունքում վճարել։ Այո, այսքան բան։ Ես հարց ունեմ, եթե լրագրողները դեռ չունեն։ Մի հարց էլ կա ոնց է։ Վաղուց ձեր բացասի։ Լավ, համեցեք։ Նույնն է, ես իմ հարցս տալու եմ։ Համեցեք։ Ուզում եմ հարցնել տարիներ առաջ, եթե հիշում եք միջև տեսախցիկներ, մենք բողոքում ենք, որ ոստիկանները լավ չեն աշխատում ամենտեղից, որ ոստիկանները են դուսնում, գումար էին փոխանցում ոստիկաններին, այսինքն կոռուպցիան ավելի շատ էր, ասում են, որ նորմալ երկրում սնկան չի լինում։ Տեղադրեցին տեսախցիկները, հիմա դրանից են բողոքում, հա։ Այն ժամանակ ավելի շատ չէր կոռուպցիան, քան հիմա, որքան ապահովված կլիներ։ Իհարկե ցավալի է, որ կոռուպցիա եղել է։ Ուրեմն Նույն ձևով նայեցեք կանգառները, որ ասում են, որ պատահի գալիս է փողափոխում։ եթե մենք ասում ենք, որ ոստիկանները շատ թող պտտվեն, դա չի նշանակում, որ այդ կոռուպցիոն ռիսկերը ընդհանրապես վերացվել են։ Օրինակ ես մի հատ օրինակ բերեմ, Տեցի կռուգի հայտնի խաչմերուկը, որտեղ աշխարհում տես բան դուք չեք տեսնի։ Ուրեմն կանաչը բացում է ուղիղ եւ ձախ, փակում է աչ, ուրեմն սեկցիան։ Նման բան աշխարհում դուք չեք տեսնի, նման խաչմերուկ եւ
բազմիցս ես պատահաբար ուղղակի անցնելով այդ հատվածում ոստիկանական մեքենաները այնտեղ ուրեմն պատտվում են։ Բայց այսինքն ծուղակային իրավիճակ է դա այնտեղ ուրեմն տեխնիկական համալրում չկա, այդտեղ կամերաներ տեղադրված չեն, բայց ոստիկանական մեքենաները պատտվում են, դա նույնպես ծուղակ է, առանց տեխնիկական միջոցների։ Իսկ ինչ վերաբերվում է ուրեմն ոստիկանական մեքենաների շատ լինելու, մենք դրան դեմ չենք, դա որոշակի զգոնություն է մտցնում վարորդների մեջ եւ թե քաղաքում, թե հանրապետության մայրուղիներում, բայց կոնկրետ տեխնիկական միջոցները քաղաքի ուրեմն վիդեո կամ ուրեմն կամերաները որ կան, մեր գործընկերը Արմենը շատ ճիշտ նկատեց, որ ուրեմն բացարձակ շատ խաչմերուկներ չեն համապատասխանում ուրեմն թելադրող այդ նշանացույցներին, ինչպես նաև ուրեմն երեք ոստիկանությունը հայտարարեց, որ 5 միլիարդ գումար է ուրեմն այդ տուգանքներից ուրեմն հավաքվել եւ պատկերացրեք այդ 5 միլիարդ ահռելի գումար է եւ դա ոչ մի ձև, ոչ մի կերպ չի ուրեմն նպաստում ուրեմն ճանապարհների նշանների, լուսացույցների, փորձեք ուրեմն պատտվել քաղաքում, ուրեմն այդ տեսանկարահանող ուրեմն կամերաները այն խաչմերուկներում, որտեղ տեղադրված են, այնտեղ բացակայում են ուրեմն կանաչի եւ կարմիրի, այսինքն թվայնացված տարբերակները, որը ավելորդ անգամ խոչընդոտ է, մանավանդ երբ վարորդը գիտի, որ այդտեղ նկարահանվում է, նա արդեն մոտենալով խաչմերուկին անկախ իրանից լարվում է, չգիտի այդ կանաչի տակով ինքը անցնի, թարթելը քանի վայրկյան է լինելու եւ այլն։ Ուրեմն թող այդ գումարներից բարձրացնեն խաչմերուկների, այդ լուսացույցների, ուրեմն ես նաև խաչմերուկներ կա, օրինակ Թումանյան, Աբովյան խաչմերուկը վերջերս ուրեմն հանվեց, այդտեղ մի հատ լուսացույց կար, հանվել է դիմացինը, երկրորդը, որը որ շատ կարևոր է նաև, ասենք հերվից գալուց, ասենք նկատելու համար։ Այդ գումարները ալթիականացման վրա Իհարկե, բա ինչի համար, եթե այդքան գումար են հավաքում, գոնե մի քիչ արդիականացնեն։ Ես փորձեմ ձեր հարցին պատասխանել, կոռուպցիայի դեմ պայքարում են, կոռուպցիայի դեմ պայքարող միջոցներով, ոչ թե դրանք ավելացնելով։ Դա ոչինչ չի փոխել իրականում, նույն ոստիկան չի նշանակում, որ հիմա կամերաները կան, կոռուպցիոն ոստիկանը, որ ինքը հակված է փող կորզելու, ինքը չի կորզում։ Աշխատում են այն փողոցների վրա, որտեղ համեմատաբար քիչ են կամերաներն ու տեսախցիկները։ Սա չի խնդիրը, համակարգային է խնդիրը։ Եթե ոստիկանի այսօր էլ աշխատավարձը կապված է ուղիղ մեծ տուգանելու հետ, այսինքն ինքը հավելավճարներ է ստանում այն։ Ահա խնդրեմ, այդ համակարգը ինքը արդեն ստիպում է կոռուպցիայի։ Ոստիկանները պետք է ստանան բարձր աշխատավարձ, անվտանգ երթևեկություն ապահովելու համար, եւ մենք որպես վարորդ չպետք է լինենք իրենց համար եկամտի աղբյուր։ Հասկանում եք, համակարգը ինքն է ստիպում ոստիկանին, որ մեզ դիտարկի որպես եկամտի աղբյուր։ Եթե նա ունենա իր աշխատավարձը եւ իր աշխատավարձը կապված չլինի մեզ տուգանքնելու քանակի հետ, այդ դեպքում մենք ունենանք ուրիշ պատկեր։ Այնպես որ սա համակարգային խնդիր է եւ կամերաներն էլ դրում է ոչինչ չի փոխում։ Ինչքան մեր համբերությունը կհետիքի, հաստատակամությունը կբավականացնի եւ կունենանք այն սատարող վարորդների քանակը եւ լուսաբանող լրագրողների ընկերակցությունը, մենք հասկանում ենք, որ այս կառավարման եւ օրենքի դաշտում շատ բաների միանգամից հասնել հնարավոր չի, բայց մի ուրիշ հանգամանք էլ կա, որ պայքար առանց արդյունք չի լինի։ Արդեն մենք համոզվել ենք, չէ՞, վերադառնանք կարմիր գծերին։ Այդ 15 րոպե սարկած ոմանց համար մեծ հաջողություն է, բայց ես չեմ կարծում դա մեծ հաջողություն է։ Հաջողությունը այն է, որ մենք այս ընթացքում ավելի խորքային բարձեցինք, որ ինքը կարմիր գծերի համակարգը խորքային հակասահմանադրական է։ Այսինքն այնտեղ կան մի քանի կարևոր հանգամանքներ, որոնց հիմա ես օրինակ կասեմ։ Դուք ասում եք 15 րոպե դուք կանգնել եք 16-րդ համարը դուգանում եք։ Ոչ միտեղ չեն կարող ապացուցել, որ դուք 16 րոպե անընդմեջ կանգնել եք։ Դա չի նկարահանվում։ Այսինքն ցանկացած դեպքում ես հիմա կանգնել եմ կարմիր գծերի մեջ, ես սպասելու եմ բողոքի ակցիան։ Ես ամեն օր կանգնում եմ։ Սպասում եմ կոտրոնը կա, որ ես 10-ն ասեմ, ես ինչ էի կանում եւ սա մեկ։ Երկրորդը գոյություն ունի գումար կորզելու երկու մեխանիզմ։ Դա հարկն է եւ տույժը։
Հարկը տուսքը ներողություն, տուսքը հարկ սա չի կարող համարվել, տուսք դա ձևակերպում ունի։ Տուսքը կատարվում է որոշակի ծառայության դիմաց։ Կարմիր գծերի պարագայում ոչ մի ծառայություն չկա։ Սա երկրորդ խոցելի տեղը։ Երրորդ խոցելի տեղը կառավարությունը 2009 թվականին սահմանել է ինչը նշանակում կանգառ։ Վճարովի կանգառ, որը ունի առանձին ապահով մուտք եւ առանձին ապահով ելք։ Դա չի նշանակում, եթե դուք այստեղ կարմիր չոտկով ներկեցիք, սա արդեն կանգառ է։ Կառավարությունը ունի սահմանած ինչ է նշանակում կանգառ։ Այսինքն, երբ դուք նայում եք ամենախոշոր գլոբալ էլի մանեջ, ինքը ոչ մի տեսակետով, ոչ մի բանի չի ենթարկվում։ Այսինքն, ցանկացած ժամանակ կարելի է դիմել դատարան, ներկայացնել այդ փաստարկները եւ շահել դատը, բայց մենք այս ամեն ինչից տեղյակ չէինք, քանի մենք չէինք որոշել դա դեմ պայքարել։ Իսկ սա պայքարելու արդյունքի հանգրվաններից մեկն է։ Ես չեմ բացառում, որ էլի կլինեն ինչ-որ բաներ, եւ մենք կարողանանք հասնել նրան, որ 2015 թվականի տարեսկզբին ոչ ոք այդ տարեկան 12000-ը չմուծի, որովհետեւ հերիք է մենք չմուծվենք, այդ ամբողջ համակարգը կքանդվի ուղղակի։ Իմաստ չունի մուծելը, քանի որ նրանք ոչ մի օրենսդրական հիմք չունեն մեզանից դատական կարգով գանձել այդ գումարները, որովհետև դրանք հակասում է շատ օրենքնական հիմքերի, որի ապացույցներ կտա շուտով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը նախնական արդեն տվել է։ Գիտեք ինչ, երթևեկությունը դա մեր կենցաղային, մեր առօրյա քաղաքական, քաղաքացիական, իրավական ճիշտ արտացոլումն է։ Մի երկրում, որտեղ ամեն ինչ բացի թողի է տրված, չի կարող քաղաքապահական երթևեկություն եւ ընդհանրապես։ Սա համակարգի ընդամենը ճյուղերից մեկն ենք մենք այսօր քննարկում։ Եթե մենք ասենք այսօր քննարկենք դատաիրավական խնդիրները, կպատկերացնենք, որ նույն քաոսային վիճակը դատաիրավական է։ Եթե մենք առողջապահությունը քննարկեինք, կրթությունը, նույն պատկերն է, ոչինչով չի տարբերվում։ Ես ցանկանայի անդրադառնալ մեր հանդիպումներից նախորդ հանդիպմանը, երբ մենք արձանագրեցինք, որ դուք իրավաբանական ծառայություն եք մատուցում այն մարդկանց, որոնց կոչ եք անում չհնազանդվել եւ չվճարել։ Մի հատ եկեք տեսնենք ինչ է կատարվել։ Մարդիկ, որ չեն վճարում, ձեր իրավաբանները ինչպես են կարողացել նրանց օգնել, արդյոք օգնել են, թե տուժերով այդ մարդկանց բեռը ավելի շատացել է։ Խոսքով ճակատագիրը այդ մարդկանց, որոնք որոշել են լսել ձեր կոչը, հետևել ձեր կոչին։ Մարդիկ հետևում են մեզ, կոչին գալիս են, շատ մարդիկ ստանում են դահակից թղթեր, տուգանքի վերաբերյալ, որ արդեն եռապատված, հինգապատված կա, նախորդ տարիների, 1 տարի առաջվա, 2 տարի առաջվա, որոնց համար իրենք արդեն վճարել են։ Եվ ուղղակի ուղարկվում են այդ թղթերը, թե ով որ միամիտ կլինի կվճարի, ով կցականա պայքարել, բնականաբար 100%-ը չեն պայքարել, դրանցից որոշակի մաս ժողովուրդը կպայքարեն։ Եվ նաև այս իրավաբանական այս օգնությունը, որ մենք ցուցաբերում ենք, բացահայտում ենք շատ նաև այլ հասարակական հաջողություն ունեցող խնդիրներ։ Ես կարող եմ բացահայտեմ չճշտված տվյալներ կարող եմ ասել, որը մեր կարծիքը չի, մեր համոզմունքը չի, վարորդներ կան, որ գալիս են իրենց մեքենաների վրա ցուցիչներ կա, որ թվայնացված ցույց են տալիս բակի տարողությունը վառելիքի։ Եվ նրանք ասում են, որ գնում ենք բենզալցակայան, որի վրա համար վճարում են 20 լիտր, ցուցադրում են 20 լիտր, բայց այն մեքենան ցույց տալիս 18 լիտր։ Մյուս տեղում ճիշտ է ցույց տալիս։ Այսինքն աղավաղված է, ոնց որ Վարդանը ասեց, մեր երկրի բոլոր համակարգերում անբաժանելիության մտնոլորտի, այս դեպրեսիոն մտնոլորտի տակ։ Ես ցանկանամ Վարդան, եթե կարելի է դուք պատասխանեք, անհնազանդություն, չվճարել, դուք ձեր կոչերից մեկը դա է, չէ՞ կարծեմ, եթե ճիշտ ձևակերպել եք։ Այո, ճիշտ ասում։ Ահա, ես նորից եմ հարցնում, կան մարդիկ, որոնք լսել են եւ չեն վճարել եւ ինչպես է լուծվել այդ խնդիրը։ Ոնց է 1-2 օրինակ։ Այո, այն մարդիկ, որոնք լսել են եւ բերել են բողոքարկելու, արդեն 80-ից ավել հայտ արդեն դատարաններում են։ Ահա։ Դրանք հենց այն գործերն են։ Իրենց են տվել դատարան։ Չէ, բերել են բողոքարկել են, ոչ։ Մարդկանց դեմ են գործարարվել։ Ոչ, ճանապարհ ոստիկանության դեմ։ Ոստիկանության դեմ։ Այո, ոստիկանության դեմ։ Այդ ընթացքում, քանի դեռ չկա դատարանի որոշումը, այս մարդիկ ազատվում են որոշակի տուժտուգանքներ կրելուց։ Սառեցվում է։ Այսինքն այդ մարդիկ, որոնք բողոքարկել են, ոչինչով չեն տուժում։ Եթե նույնիսկ նրանք ստիպված լինեն տուգանքները վճարել, որ դատարանի համարի ճիշտ որոշում,
Դա կվճարեն դատանի որոշումից հետո։ Այսինքն այս քաղաքացիները, որոնք դիմել են, որ այս անհնազանդության ակցիան ոչ ոք չի տուժում։ Ընդհանրապես դատարանները ստիպված են լինելու այս գործերը քննել, ու ես համոզված եմ, այդ 80-ից 80 մոտավորապես 70 հայտ անպայման բավարարվելու է, որովհետև դրանք ֆիլտրված այտերն են արդեն։ Այսինքն դուք տեսել եք, որ իսկապես անհիմն են։ Մենք չէ, իրավաբանները արդեն ֆիլտրացնելն են ներկայացել դատարան։ Բայց հիմա մենք որոշում ունենք, որ առանց ֆիլտրելու պետք է ամբողջը գնա դատարան։ Այսինքն այդ ուսումը ձեր միջոցով դատարանների մաս։ Այո, մեր նախաձեռնության, այո, մեր իրավաբանների գործի արդյունքում է դա։ Ընդհանրապես մեկ ամիս է մեծ հաշվով։ Ընդհանրապես ինչպես է գնահատում ձեր աշխատանքի արդյունքները։ Որովհետև դուրս մեր գրպանից դա շատ հնչեղ է եւ շատ ակտուալ է։ Իսկ ինչ որ չափով դուրս եղել է, դուրս եկել են մեր գրպանից։ Գուցե վարորդները կամ լրագրողները իրենք ասեն, որտեղ շատ դժվար է որ մենք մեր աշխատանքը գնահատենք։ Չեմ ասում գնահատեք։ Հուլիսի 26-ից չէ՞ որ դուք առաջ եք գնում, ոչ թե 26-ից կիրարկվող արդեն նոր կանոնակարգը որոշակի ապացուցե, որ դրական տեղաշարժ կա ամեն դեպքում նախաձեռնության աշխատանքի խոսքը ինչի մասին է, եթե կարելի է բացատրել։ Արագաչափերը, որ 71 արագություն 60 թույլատրվածի ժամանակ արդեն 1000 դրամ է տուգանվում, այդ արդեն լուրջ փաստարկում է։ Նախկինում եթե տուգանվում էին նման խախտման դեպքում 10000 դրամով, հիմա տուգանվում են 1000 դրամով։ Դա արդեն բավականին կամ եռապատման, հնգապատման հետ կապված Երբ դարել է 25% եւ 50%, դա շատ դուրս է։ Նաեւ ասենք այնտեղ տարբեր երթևեկության խախտումներ կան, որոնք իջեցվել են, խախտումներ կան, որոնք բարձրացվել են, մենք դրան էլ դեմ չենք, որտեղ նման արագություններով այնտեղ 50, 30 գերազանցվելու եւ այլնի դեպքում դրանք արդեն պոտենցիալ հանրային տրանսպորտի վարորդը որ ծխում է եւ խնդիր չկա։ Այսինքն արդյունքներ կան։ Իհարկե, հենց մենակ են հանգամանքներ, որոնց սական նախաձեռնություն կա իրազեկելու մասով ճշտելու արդեն։ Ինչ է նշանակում իրազեկել։ Միջև այժմ ոչ մեկը այդպես ձևակերպում չէ դրել եւ չիրազեկված մարդիկ գործերը հայտնում են դակում։ Հիմա արդեն մշակում է համակարգ, որ կոնկրետ իրազեկելը որն է, կարծեմ արդեն գործում է այդ համակարգը, որ միջև ստացողը չստորագրի ինքը չի համարվում իրազեկված։ Սա էլ է սա ամբողջ աղմուկի կոպիտ ասած արդյունքներից մեկը։ Ես չեմ ասում, որ սա վերջնական արդյունք է, բայց քիչ մեկ համակարգը ինչքան հնարավոր է բերելու են կարգի, միջև վերջնական համակարգափոխությունը մենք մեր ձեռքով Որքան ժամանակ է աշխատում եք։ Որքան ժամանակ է արդեն աշխատում եք դուք այս ուղղությամբ։ Դե մայիսի 25-ից մեր առաջի ավտոերթից։ Քանի։ Մի քիչ ձեր մասին էլ ասեք եւ նարեն արդեն հարցը կտա։ Անդամների քանակը ֆլեքսիբլ է։ Հայաստանյան իրականության մեջ շատ մարդիկ գործողում են լինում, աշխատանքի բերումով մեկ ամիս հանգստանում են, նախաձեռնության մեջ գալիս են նոր մարդիկ գնում են։ Ավելանում պակասում են։ Կորեզը 10 հոգի։ Սա արժանապատվության խնդիր է ավելի շատ, քան միայն հնարավորություն։ Ես կարծում եմ, որ ցանկացած վարորդ, որը այդպիսի անհեթեթ տուգանքներ է ստանում, նա իրեն նսեմացված եւ վիրավորված արժանապատվություն բաներ է առաջանում մոտը։ Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվում, շնորհակալություն օրինակ եմ, որոնք չեն կպցրել, բայց որոնք ամբողջ օր բողոքում են իմ ականջի տակ, որ այսպիսի նվաստացած վիճակում են, ոչինչ բան չէր արել, անհեթեթությունն է, բայց ստիպված տանելու են 40, 50 կամ 100,000 դրամ մուծել։ Կա նման բան։ Նախկինում այսպես էր, տուգանքների հնգապատիկ իջեցում, կարմիր գծերի տոտալ վերացում, որը ուժի մեջ է, համաներում եւ օրենքների տուգանքների գործածման սառեցում իջեր նոր օրինակարգ։ Բայց քանի որ ինքը ընթացքում տեղի ունեցան որոշակի փոփոխություններ, մենք հիմա շեշտադրված ակնկալում ենք համաներում։ Ընդ որում երեկվա հայտարարության մեջ ոստիկանները ասել են, որ օրինակ Ֆրանսիայում կամերաների ներդրումը բերել էր իջեցում եւ բերում են իրեն ստատիստիկան։ Դա նորմալ է, որովհետեւ Ֆրանսիայում պատահական տեղեր կամերաներ չեն դնում։ Դնում են որոշակի մեթոդաբանության արդյունքում։ Նայում են որտեղ են ավելի շատ վաճառել։ Կամ այսքան նշան են տեղադրում, որտեղ կամերա կա, որտեղ կամերա չկա։ Չկա նման բան Ֆրանսիայում, որոշակի մեթոդաբանության արդյունքում են դնում, որը նպաստում է վթարների պակասեցմանը։
իրենց բերած թվերում երևում է, որ իրենց դրած կամերաների տրամաբանության մեջ մեթոդաբանություն չկա եւ վթարերն ավելացել են։ Եվ Ֆրանսիայում անվճարունակ մարդը կամ փոքր եկամուտ ունեցող մարդը, երբ որ ստուգանքը ստանում է, դիմում է տեղական ինքնակառավարման մարմիններին կամ ոստիկանություն, ինքը ստանում է ներում չվճարելու իրավունք, երբ որ որոշակի հանգամանքներ կարող են ներկայացնել, որ ինքը չի կարող, որ սա իր ընտանիքի համար բեռ է։ Հասկանում եք, այս համաներման process-ը իրաց բերած օրինակը հենց Ֆրանսիայում ամենաակտուալն է, որովհետև երկիրը ինքը համարում է իրեն սոցիալիստական երկիր եւ իր գեր նպատակը իր քաղաքացուն կերեկելը չի։ Հիմա սա հենց նրա համար, թե ինչու պետք է անպայման ստեղ լինի համաներում, որովհետև այս համակարգի ներդրված օրվանից առ այսօր ինքը խարխուլ համակարգ է, ինքը սխալ ձևակերպած ի սկզբանե ներդրված համակարգ է։ Առաջին քանի ամիսներ ոչ մեկը չգիտենք տուգանվենք, ով է տուգանվելու, վարորդը թե մեքենայի տերը։ Հետո ամբողջ Հայաստանում մեքենան վարում էր մեկ ուրիշը, բայց գրանցված իրական տերը ուրիշ էր։ Սա ժամանակ էր պետք տալ մարդկանց, որոնք գրանցեին իրենց անունով, որ ամենը վարեր իր անունով մեքենան, որ տուգանքը վճարեր ինքը։ Թե չէ այստեղ վարում էր մեկը, տուգանքը գնում էր Շամշադին, բայց վարորդը գորիսում էր։ Ու դահակից մեկը թուղթ է գալիս, որ ձեր մեքենան էս ինչ։ Սա աբսուրդ մեխանիզմն է դրված եղել։ Եվ այս ամեն ինչը կարելի է ջնջել սկսել մաքուր էջից։ Սա մեր մեղավորությունը, սա իրանց չի, սա իրենց մեխանիզմը սխալ դրված մեխանիզմի արդյունքում է առաջացել այս ամեն ինչը։ Եվ շատ տրամաբանական եմ համարում, եթե կարող է հանցագործը ներվել իր հանցանքների համար, վարչական իրավախախտումը, սա ոչ մարդեն սպանել, ոչ տուն են տալանել։ Վարչական իրավախախտումը իրավունք ունի ստանալու գոնե մեկ անգամ համաներում։ 2.5 տարվա մեջ ոչ մի նման դեպք չի եղել։ Եթե կամերաների ներդրումներից հետո ինչ դրվել է, անցել է 2.5 տարի եւ 2.5 տարի նման բարձր ուրեմն տուգանքներով տուգանել են այս հասարակության բոլոր վարորդներին, ինչի 2.5 տարի հետո նրանք վերանայեցին այդ կանոնակարգը, որոշակիորեն համապատասխանեցրին մարդկանց սոցիալական վիճակի աշխատավարձների հետ եւ միգուցե նաև իրենց մեղքը զգան այդ 2.5 տարվա մեջ նման բարձր տուգանքներ ուրեմն մարդկանց տուգանելուց հետո վերանայեն եւ բոլոր երկրներում դա ընդունված է եւ քանի որ սա նոր ինստիտուտ է մեր երկրում այս կամերաների եւ արագաչափերի ինստիտուտը թող վերանայեն եւ օր առաջ համաներում անեն որտեւ մենք իրոք ճգնաժամի մեջ ենք իրանք էլ են լավ հասկանում դա իրոք ճգնաժամային է իրավիճակը մարդիկ չեն մուծում եւ չեն էլ կարող մուծել օր առաջ այդ հարցը թող լուծեն եւ սկսենք նոր սպիտակ էջից այս ամեն ինչը հուլիսի 26-ի կանոնակարգից հետո նոր ստեղծված եւ մի կարևոր բան եմ ուզում ասեմ եթե նկատել եք մենք կանոնակարգի մեջ ոչ միտեղ չկա զգուշացում օրինակ սա էլ ձև է պատժի հա նոր քննություն հանձնելու պարտադրանք կամ տանել պարտադիր դասախոսություններ լսելու, հա, կամ ընդհանրապես վարորդական իրավունքից զրկելու, մի տարով կլինի, մի ամսով կլինի, հավերժ կլինի, հա, թույլ գալի, որ մարդը կարա 150 արագության տակ վարի, ընդամենը 150,000 մուծի եւ գնա։ Եթե մարդը վճարունական պոտենցիալ մարդասպան է եւ իր վրա ոչ մի ազդեցիկ եւ կանխարգելիչ մեխանիզմ չկա։ Փողը դու ինչ ուզում ես արա։ Մենք աշնես առաջ տեսանք, չէ՞, հարփարց վարորդը Սուրիկ Խաչատրյանին տղեն քաղաքի կենտրոնում դուրս եկել մայթ եւ ինչ արեցին իրեն ընդամենը 150,000 դրամ տուգանեցին ասին գնա բալիկ ջան այս Սուրիկի համար Սուրիկ Խաչատրյանի տղայի ինք ամեն օր կարա այդ 150,000 դրամը տա ամեն օր մայթը իրա քշի հետո մենք ինչ ենք դառնում ստեղ զոհ Ես ինչքան տեսել եմ իրանք շատ ակտիվ քշում են, տուգանվում են, նկարվում են եւ ոչ մի բան չկա։ Ուրեմն սա ուղղակի խոսակցությունների արդյունքն է։ Մեր մեքենաները Վրաստանում եթե խախտումներ են անում, ուրեմն գրանցվում է, սահմանից դուրս գալուց ներկայացվում են այդ տուգանքները, եթե չես մուծում, ուրեմն հաջորդ անգամ ուրեմն փակված է սահմանը այդ մեքենայի եւ այդ մեքենայի տիրոջ համար շատ ներողություն վերջացնեմ իսկ ինչ վերաբերվում է մեր քաղաքում եւ հանրապետությունում արտասահմանյան մեքենաների թե վրացական կլինեն թե ռուսական համարներով կլինեն թե այլ երկրի կամ իրանական ուրեմն մեքենաներ կլինեն նրանք բաց խախտում են
բաց էի, բայց ես ուղղակի հազարավոր օրինակներ մենակ ես եմ տեսել իմ աչքի առաջ եւ համոզված եմ, որ երկիրը լքելուց նրանք ոչ մի տուժ ու տուգանք չեն մուծում։ Դա ինչի մասին է խոսում, որ մեր երթևեկությունը կոնկրետ խաթարված է ամեն տեսակետից։ Միջև կերակի դե աջեմ սկիզբը, որ ասեցի, ուրեմն ոստիկանության տվյալ տվյալները, որոնց արդյունքում ուրեմն վթարները 221-ով ավելացել են, իսկ վիրավորների թիվը 346-ով են ավելացել, բայց պակասել են 20-ով մահացածների թիվը, որոնք ես կարծում եմ, եթե այդքան վթար ու վիրավորներ ավելացել են եւ մահացողներն են պակասել, նշանակում է մեր վարորդները ուղղակի օգտագործում են այս անվտանգության գոտիները։ Կիրակի օրվա մասին նորից եկեք ասենք, որ Կիրակի օրը բոլորից սպասում ենք ժամը 10-ին Ford մեքենաների խանութի մոտից կշարժվենք Ավան համայնքի Ford-ի խանութի մոտից։ Աղիանքի հատվածը կոչվում է Աղիանք։ Չենք ուզում այդ հարսնակարի անունը տանք, հարսնակարից մի քիչ վերև էլի։ Կիրակի օրը որ բոլորը ազատ լինեք։ Կիրակի օրն է, չէ՞ Սևանգել։ Մենք դա մարզային իրազեկման, ինչ։ Ով։ Ուրեմն նախասեմ երթուղին լինելու է սկզբնական ուրեմն ոչ մայրուղով, լինելու է ուրեմն գյուղերով Կոտայքի մարզի, Չարենցավան, Հրազդան քաղաքով, այնուհետև։ Բա մենք էլ ենք չէ աշխատում։ Հենց ավելի լավ չի Կիրակի օրը։ Մենք մեր որոշումից քանի որ առավոտից ինքը երկար է լինելու, մենք բոլորս աշխատում ենք։ Ուրեմն դա նաև ունի իր մյուս կողմը, քանի որ մեր մայրաքաղաքը դա քաղաք-պետություն է, մարզերից բոլոր ուրեմն աշխատուժը գալիս է Երևան քաղաք աշխատում հետ է գնում, Կիրակի օրեր այդ մարդիկ լինելու են իրենց բնակավայրերում, մեր հանդիպումները լինելու է այդ մարդկանց հետ։ Իսկ վառելիքի հարցը ոնց եք լուծում, այսինքն մեքենաները իրենք Այո, դա լրիվ ինքնակազմակերպող, ինքնասպասարկող կառույց է։ Շատ շնորհակալություն։ Հաջողություն։